որպես ազգային ժողովրդավարական BVR-ի խորհրդի անդամ նախ ուզում եմ ասել, որ BVR-ի խորհուրդը որոշում չունի ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ, այդ հարցը դեռևս քննարկումների փուլում է եւ այն սցենարները, որ կարող են քննարկել, երկու ուղղությամբ դեռ քննարկումները ընթանում են, բայց եթե որոշում պիտի կայացվի, ասենք, մեր BVR-ի կողմից եւ նաեւ մասնակցություն լինի ընտրություններին, ապա անկասկած դրվելու է 700,000-ի, որի մասին խոսեց Արտաշեսը, հարցը, որովհետեւ պետք է հասկանալ, թե այդ ընտրություններին մասնակցելու նպատակը որն է։ Մեր երկրի վիճակը այսօր, այստեղ ասվեց արդեն ազգային ազատագրական վիճակի մասին, որում մենք գտնվում ենք, որովհետև պատերազմից հետո մենք ունենք թշնամու հետ համագործակցող կառավարություն, իշխանություն։ Սա պատմության մեջ մենակ մեր մոտ չի եղել, տարբեր երկրներ ունեցել են, վերջինը, ասենք, Ֆրանսիայի օրինակը կարող է լինել, բայց ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, մենք պիտի շատ լավ ըմբռնենք, գոնե համեմատությունների համար, թե մենք ինչ տիպի ժամանակում ենք ապրում։ Մենք դասական քաղաքական շրջանում չենք ապրում, իսկապես ճգնաժամային վիճակում ենք ապրում, եւ ճգնաժամային վիճակում է ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը։ Միջազգային իրավունքը անկասկած պետք է ունենանք աչքի առաջ, որտեղ ինչ որ պահից սկսած նորից միջազգային իրավունքը գործելու է, բայց այս պահին միջազգային իրավունք չի գործում։ Երբ որ մենք խոսում ենք Արցախի մասին, Հայաստանի մասին, մի հատ Ուկրաինային նայենք։ Ուկրաինայի տարածքային ամբողջության երաշխավորները, որոնք Բուդապեշտի հետ պայմանագրով 4 գերտերություններ էին, միջուկային տերություններ, իրենք չապահովեցին։ Եվ հիմա այդ գերտերությունները երկու կողմից, ոչ միայն արևելքից կամ հյուսիսից, Ռուսաստանը, նաև Միացյալ Նահանգները խոսում են այն մասին, որ Ուկրաինայի սահմանները կարող են վերանայվել։ Այսինքն մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ որ սահմանները վերանայվելու են ամբողջ աշխարհով մեկ։ Եվ դա արդեն դարձել է նորմա, դրա մասին խոսելը։ Այդ պարագայում սահմանների հարցը, երբ որ այդքան անորոշ է եւ իսկապես, ինչպես Արտաշեսը ասեց, մի քանի տարի հետո չգիտենք ինչա լինելու Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ Իրանում եւ մեր շուրջը ինչա լինելու։ Հազարավոր ուրիշ ազգեր, այսպես ասած, ազգություններ կան, որոնք այդ ամբողջը մի շարժում են անելու։ Հենց մեր հարևան տարածաշրջան մենակ քրդերի հարցը վերցրեք, տեսեք ինչ հարցեր կարող են առաջանալ։ Մենք ճգնաժամային ժամանակներում ենք ապրում։ Ճգնաժամային ժամանակներում ամենակարևոր խնդիրը ոչ միայն ռազմաքաղաքական խնդիրն է, որտեղ պատերազմը ինքը եւ պարտությունը եւ դա քաղաքականության շարունակությունն է, դա նպատակ չի։ Պատերազմի ոչ ոք չի պատերազմի հանուն պատերազմի, հանուն ինչ որ բանի են պատերազմում։ Մենք որպես ժողովուրդ կարողացել ենք հստակեցնել մենք ինչ ենք ուզում։ Ինչ ենք ուզում, բացի սահմաններից, սահմանները հասկացանք, բայց ինչ ենք ուզում, մեր բանը ինչ է, ներքին այսպես կոդեքսը որպես ժողովուրդ, իրար հետ հարաբերվելու, աշխարհի հետ, մեր հարևանների հետ հարաբերվելու կոմպլեքս, սրա մասին հիմա ես փիլիսոփայություն չեմ խոսում, եկեք մեր ժողովրդի էպոսը նայեք, Սասնա Ծռերի ճգնաժամային շրջանները, երբ որ լինում են, ինչ է պատահում։ Էպոսում կա բազուկիտ վրայի խաչ պատերազմին սևանումը, խամրումը։ Մեր ժողովրդի այդ պարզ պատկերը, որ կարայինք քաղաքական բազմաթիվ ձևերով բացատրել դա ինչա, մեր ժողովրդի վիճակն է այսօր։ Հավատը խամրել է, ոգին խամրել է։ Այդ ոգին բարձրացնելու խնդիր ունենք։ Եվ այդ պետք է հասկանալ այդ սևը ինչի է մթագնել, որտեղից է այդ մթագնումը սկսվել։ Դա պատերազմի, խաչ պատերազմին, դա հոգևոր պատերազմի մասին է նախ եւ առաջ։ Երբ որ դու արժանապատվությունը ես կորցնում, երբ որ նպատակը ես կորցնում, առաքելությունը ես կորցնում, առաքելություն չունես, կվերանաս, ինչ սահմաններում ուզում ես եղի, ուզում ես կայսրություն եղի։
Սահմանները չի, միջազգային իրավունքը չի, այդ ոգին է, որ պահում է ժողովրդին։ Եվ այդ ոգին կապված է խաչ պատերազմի հետ։ Առանց խաչ պատերազմի մենք չենք կարող ժողովուրդ լինել։ Չի կարող սասուն լինել, չի կարող, ամեն ինչի վերածնունդը սկսվում է խաչ պատերազմից։ Խաչ պատերազմին բուն պատերազմը չի, նորից եմ ասում։ Եվ այստեղ իսկապես պետք է դիվանագիտական, այն ինչ որ ներսես ասես, դիվանագիտական լեզվով կարելի է այդ ամեն ինչը բացատրել, բայց արժանապատվությունը եւ ոգու հարցերը, եթե չլինեն, մեր ժողովրդի 700,000-ին ոնց ենք հավաքել։ Հավատ չկա։ Ոչ մեկին չի հավատում։ Ինքն իրեն չի հավատում։ Այս խնդիրը կա եւ իսկապես պետք է հասկանանք, այսօրվա լեզվով ոնց պետք է խոսենք մեր ժողովրդի հետ։ Ինչու պետք է երիտասարդները այսպես գլուխները կախ լինեն հիմա։ Տեսեք, մեր երիտասարդությունը, ուսանողությունը, որից ակտիվություն կա, չկա։ Ինչու չկա, որովհետև չկա այդ որոնումը կա, ես վստահ եմ երիտասարդության մեջ երկ գոյություն ունի, որը ելք չի գտնում դեռևս։ Եվ մենք պետք է այդ ելքերը գտնենք, դա ոնց որ ջուր գտնելու նման է, երբ որ անապատում ես։ Ինքը տակից հոսում է, պետք է զգալ այդ որտեղ է։ Եվ այդտեղ իսկապես կա ժամանակի զգացողությունը։ Բացի միջազգային իրավունքից խոսելուց, մենք պետք է խոսենք այսօրվա ու վաղվա խնդիրների մասին։ Որոնք են այդ խնդիրները։ Այսօր աշխարհում մի հատ տեսեք այդ պետությունները, որ խոսում են իրար հետ, ինչի շուրջ է մրցավազքը, ինչ է կատարվում, ուժը որտեղ է։ Տնտեսության փոփոխությունը, քաղաքակրթական փոփոխություն է կատարվում։ Այդ քաղաքակրթական փոփոխության մեջ մենք որտեղ ենք։ Մենք կանք առհասարակ, իհարկե կանք, բայց այդ մեր ժողովրդի ամբողջության մեջ է։ Այդ ուժը ամբողջության մեջ է, որը պետք է այսօր էլ Հայաստանում, եթե կենսունակ այս սննկացած պետության, սննկացած հասարակության մեջ, եթե կենթանի ինչ-որ բաներ կա, պետք է դրա վրա հենվել, թիրախավորել դա։ Այդ իմաստով թվանշանային պետության գաղափարը առաջնային գաղափարը։ Առանց դրա մենք չենք կարող այն կենսունակ ուժեղ հատվածին, որը ինչ որ ձևերով կապված է նաև մնացած մեր ժողովրդի սփյուռքում գտնվող կենսունակ մասի հետ, նրանց բերել, հավաքել դեպի մեզ։ Այո, մենք ազգային ուժեր ենք այստեղ հավաքված։ Այդ արմատներին հավատացող, որտեղ ծառը առանց արմատը պետք է աճի, դրանով է ծառը, առանց արմատի այս պատողասները արմատ չունեցողներ են։ Դրա համար է խնդիր, որ իրանք պատրաստ են ամեն ինչի, ամեն գույնի, քամելիոն դառնալու։ Իրանք ամեն ինչի պատրաստ են։ Մենք պատրաստ չենք, մենք ունենք սահմանափակումներ, դա մեր արմատներն է, բայց ծառը նաև սաղարթի մասին է։ Այդ սաղարթն ու արմատը իրար հետ են աշխատում։ Այդ սաղարթի մասին խոսենք, այդ վաղվա օրվա խոսենք, այդ կանաչի մասին խոսենք, որ մեր ժողովրդի մեջ կա, ուժ կա, ահռելի ուժ կա, երիտասարդության մեջ կա։ Մի հատ նայեք այդ նույն ոլորտը, բարձր տեխնոլոգիական ոլորտով, այս ամբողջ տարածաշրջանի 70% ինվեստիցիաները Հայաստան են գալիս։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է կյանք կա ստեղ։ Աշխարհը դա տեսնում է եւ այդ վերջի բաներն էլ որ լսում եք, որ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության գործարան պետք է լինի, պետք քարտուղարությամբ որոշում ա եղել դրա համար։ Այդ նշանակում է այդ իրանց պլանների մեջ, որտեղ ազգային ոչինչ չկա, ուժ են տեսնում այստեղ։ Մենք էլ պետք է դա տեսնենք։ Մենք այդ մեր երիտասարդությանը կարող պիտի այդ լեզուն գտնենք բացատրելու համար, որ այս առանց արմատի դուք չեք կարող։ Առանց արմատի կորելու եք, բայց մյուս կողմից սրա մասին պիտի խոսվի։ Այո, մասնակցությունը հնարավորություն է տալի այս խոսակցությունը բացելու։ Ես նորից եմ ասում, որոշում չկա մեր կողմից, բայց ես նշում եմ այն հնարավորությունները, որոնք միգուցե կա ընտրություններին մասնակցելու ժամանակ։ Այսինքն մի կողմից մենք պիտի շատ հստակ պատկերացնենք, որ այո, դիվանագիտական լեզվով մենք մեր բոլոր այդ արժանապատվության հետ կապված որևիցե խնդիր թույլ չպետք է տանք, որ ոտնահարվի, լինի Արցախ, լինի մեր իրավունքները, միջազգային իրավունքի, բայց լավ գիտակցելով, որ այսօր միջազգային իրավունք չի գործում։ Այսօր ռեալ պոլիտիկի վրա է, ռեալ ուժերի վրա է։ Այդ ռեալ ուժը կարողանում ենք
ավելացնել մեր ժողովրդին համագործակցությունը մեծացնելու իմաստով, թե ոչ։ Եվ ինչպես, որ թիրախների վրա նշան բռնելով։ Սահմանադրականության մասին, սահմանադրության մասին նախ ասեմ, այո։ Հա, ներողություն եմ խնդրում։ Սահմանադրությունը անկասկած առանց դրա հնարավոր չի պատկերացնել, այսինքն դու դա պետք է պատկերացնես քո պլանն է, նախագիծն է, ոնց ես ապրելու։ Միաժամանակ սահմանադրության լավագույն տեքստը անգամ սովետական ժամանակներում ասում էին, չէ՞, որ Ստալինը նստած պահանջում էր, որ բաներ գրեին, սահմանադրություններ գրեին։ Եթե սահմանադրականություն չկա պետության մեջ, երկրում, իսկ սահմանադրականությունը թղթի հետ չի կապված։ Սահմանադրականությունը կապված է առնվազն երկու ուժի գոյության հետ, որոնք իրար կարող են չեզոքացնել։ Մեր երկրում սահմանադրական վիճակ կա երկու ուժ, ցույց տվեք։ Այդ երկու ուժերը որոնք են։ Այդ երկրորդ բևեռ առաջացած, իսկապես բևեռ ասածը պիտի առաջանա, որ այդ սահմանադրականությունը հետո պահանջի սահմանադրություն։ Ես այսպես եմ մտածում, պարոն Հայրիկյան։ Հիմա ես չեմ ասում, թե մենք չպետք է այդ բանի մասին մտածենք, այո, պիտի մտածենք սահմանադրության, առանց դրա չի լինելու։ Եվ սահմանադրության մեջ են փոփոխությունները, որ ձեր կողմից առաջարկվում, Նժարի կողմից ինչ-որ մեր կողմից առաջարկներ կա, այդ բոլորը պետք է քննարկվի, բայց խնդիրը սահմանադրականության վիճակի բերելն է երկիրը։ Այդ երկրորդ ուժը ստեղծելն է, որին չեն կարող իրեն կանգնացնել։ Հիմա մենք այսօր հավաքվել ենք այդ ուժը ստեղծելու համար։ Սկզբից այսքան քանակով, հետո ավելի մեծ քանակով, որովհետև այդ ուժը պետք է խոսի։ Եվ այդ ուժի հետ բոլորն են հաշվի նստելու։ Եվ ներսում երկրի, եւ երկրից դուրս։ Երկրից դուրս, այո, այսօր անբարենպաստ վիճակ է մեր համար ստեղծվել։ Իրենք արդեն մտածում են, որ չկա այստեղ։ Այո, մեր մեղքով է։ Այդ մեր խաչ պատերազմից հրաժարվելու պատճառով է։ Մենք խաչ պատերազմին չպետք է հրաժարվենք, մենք չենք կարող անտեսել դա։ Մի խոսքով, ես երևի շատ խոսեցի, ես կարծում եմ, որ նախ ողջունում եմ, ես բացակայ եմ եղել երկրից ձեր նախորդ հանդիպումները, կարծում եմ, որ շատ լավ է, որ մենք այսօր հավաքվել ենք եւ նախորդ հանդիպումները եւ դեռ էլի ուրիշ ուժերի մեծացնելու, լայնացնելու մասին պիտի մտածենք։ Շնորհակալություն։